Մեզ համար միշտ պատիվ է լինել ձեզ հետ, ծառայել ձեզ։ Գիտես, ձեր եկեղեցին մենք շատ ենք սիրում, ձեր եկեղեցին յուրահատուկ եկեղեցի է, իրականում յուրահատուկ եկեղեցի է եւ գիտես, ասենց կարող եմ ասել, որ մեր սիրտը հանգիստ է ձեզ համար, որովհետեւ դուք ձեր մասին պատմվում է, Տեր օրհնի շատ ձեզ շատ սիրում ենք։ Ձեր եկեղեցին շատ սիրում ենք, ձեզանից շատերին ճանաչում ենք անձամբ, ձեր կյանքը գիտենք, իրար հետ միասին ճանապարհ ենք անցել, այնպես որ շատ ուրախ ենք ձեր հետ լինելու, ձեր մեջ լինելու եւ ձեզ ծառայելու համար, փառք Աստծուն։ Գիտես, մինչեւ խոսքիս անցնելը ուզում եմ քեզ շնորհավորել։ Դուք ասես, ինչա տեղի ունեցել, ինչի համար ես ուզում ինձ շնորհավորես։ Գիտես, ես առիթ չեմ ունեցել դրա մասին ձեզ հետ խոսելու, բայց Գիտես, ուզում եմ ձեզ յուրաքանչյուրից շնորհավորեմ այն ձեռքբերման համար, որ դուք ունեցել եք։ Գիտես, ես այսպես կարող եմ ասել, որ գիտես, երբ որ ես խոսում էի մեր հովվի հետ, թանկագին հովիվ Արթուր Սիմոնյանի հետ, գիտես, ինքը մարդ է, որ կարող եմ այսպիսի օրինակ բերեմ, որ գիտես, երբ որ ծնողը երեխաներ է ունենում, ինքը ամեն ինչ անում է, որ իր երեխաները տուն ունենան։ Չէ, այդպես է թե չէ։ Եվ ծնողները մտածում են ոնց անենք, ոնց ստեղծենք երեխաների համար, որ մեր երեխաները տուն ունենան, տեղ ունենան, բաժին ունենան, եւ գիտես, նույնպես ասեմ, որ մեր թանկագին հովիվը, ում հետ որ ես խոսում եմ, գիտես, իր սրտում կար այդ մենք միշտ իրար հետ երբ որ խոսում ենք Վանաձորի մասին, ինքը միշտ ասում էր Վանաձորը պետք է եկեղեցի ունենա, պետք է հավաքվելու տեղ ունենա, պետք է շենք ունենա, եւ գիտես ու իրականում ստացվեց դա, մենք աղոթում ենք դրա համար, հավատում ենք ու փառք Աստծուն մեր թանկագին հովիվ Արթուր Սիմոնյանի սրտի համար, ամեն, այդ իր հայրական սրտի համար, որ կարողացանք այնպես անել, որ դուք ուղղակի դուրսը չլինեք, այսպես ասեմ։ Իհարկե, մենք դեռ իրար հետ միասին ճանապարհ ունենք անցնելու։ Ամեն։ Ամեն գործ դեռ նոր է սկսվում։ Ամեն։ Եվ գիտես, այն դեռ պիտի կառուցենք, այո, դա մեզ համար, ձեզ համար, Վանաձորի եկեղեցու համար այն մեծ ձեռքբերում է։ Փառք Հիսուսին այդ ձեռքբերման համար։ Ամեն։ Եվ փառք Աստծուն մեր թանկագին հովվի համար։ Բայց գիտես, դեռ գործը շարունակվում է, դեռ արչևում շատ գործ ունենք իրար հետ միասին անելու։ Գիտես, մեզանից ամեն մեկը կարող է ձեռքը դնել իր վրա եւ ասել շարունակությունը ես եմ անելու։ Կարող ես ասել այդպես։ Կեսը համաձայն են։ Ովքեր համաձայն չեն։ Հա՞։ Չէ, բոլորս համաձայն ենք։ Ամեն, բոլորս համաձայն ենք։ Դե եկեք իրար հետ սա հավատքի քայլ է, որովհետեւ գիտես, ես մտածում եմ, այո, եկեղեցին Երևանի կյանքի խոսք եկեղեցին մեր հովիվ թանկագին հովիվ Արթուր Սիմոնյանը մենք մեր կողմից մեր բաժինը արել ենք։ Հիմա քո հերթն է։ Ամեն։ Հիմա քո հերթն է, որտեվ Աստված գիտես, Աստված կարող է ամեն ինչ անել, որ sense միանգամից հիասքանչ, մի հատ գեղեցիկ կառույց լինի, շենք լինի եւ մենք ամեն մեկս գնանք, մտնենք ու վայելենք։ Կարող է անել, բայց Աստված ուզում է մեր միջոցով անել։ Գիտես, ես երկար տարի ծառայության մեջ եմ ու ես դեռ չեմ տեսել, որ ուղղակի Աստված sense մի բան հրաշք անի ու հնարավոր է կարող է անել, բայց գիտես Աստված ուզում է, որ իմ ներդրումը լինի։ Գիտես, հիմա երբ որ ես օրինակ բերեմ քեզ, երբ որ ես մտնում եմ Երևանի եկեղեցի, ես հասկանում եմ մի բան, ես գիտեմ այդ աթոռը ես գնել եմ։ Սա իմ տեղն է, ես իմ ընտանիքի համար զոհ եմ արել։ Մենք խոստմունք ենք հավաքել մեր ընտանիքով եւ մենք զոհաբերություններ ենք արել, հավատացել ենք ու ասել ենք Տեր, մենք այն շենքը, այն եկեղեցին, քո տունը, որ կառուցվում է, ես ուզում եմ բաժին ունենամ։ Ես ուզում եմ այդտեղ բաժին ունենամ։ Եվ գիտես, հետաքրքիր այն է, որ Աստված այդ չի խոսել միայն Երևանի եկեղեցու մեծահարուստներին կամ բիզնեսմեններին։ Ոչ, Աստված ամեն մեկից խոսում է։ Ես հիշում եմ մեր փոքրը, երբ որ դպրոց էր, հիմա էլ է դպրոց հաճախում, մեր երեխաները երբ որ այդ ժամանակ դպրոց էին հաճախում, իհարկե մենք իրաց գումար էինք տալիս սնվելու համար։ Եվ գիտես, իրանք այդ գումարից տնտեսում էին, որովհետև իրանք էլ ուզում էին իրանց ծրարները լցնեին։ Իրանք էլ ուզում էին իրանց զոհերը անեն ու ասում էին, գիտես, հանկարծ այնպես չլինի, երբ որ գա ամսվա վերջը, ու ես հանկարծ տեսնեմ, որ ես ոչինչ չունեմ Տիրոջ տուն տանելու, Տիրոջ տան շինարարության գործի մեջ։ Ոչ։
Գիտես ու սա գիտես ինչի երկու կողմ ունի։ Մի կողմը այո, մեր միջոցով, իմ ու քո զոհի միջոցով Աստծո տունը կկառուցվի։ Եվ որն է երկրորդ կողմը, որ Աստված, ինչպես այսօր մեր թանկագին եղբայր հրաշալի խոսք խոսեց, որ Աստված ուզում է մեր զոհի միջոցով մեզ օրհնի։ Ու գիտես, դու կարդ Աստվածաշունչը, դու չես կարող Աստվածաշնչում մի հերոսի անուն տալ, ով Աստծուն մի թեկուզ մի բաժակ սառը ջուր տվեց ու Աստված հարյուրապատիկը չվերադարձրեց, չես կարող կարդալ, որտեվ Աստված ան վարձահատույց չի մնա ոչ մեկիս։ Ու ասում է, եթե մի փոքր բան էլ ինձ համար ու իմ տան շինարարության համար կանես, ես հարյուրապատիկը վարձահատույց կլինեմ։ Ահա մենք այդպիսի Աստված ունենք։ Այնպես որ, սիրելիս, ես չգիտեմ, դեռ չգիտեմ դուք սկսել եք, չեք սկսել, արդեն մտածում եք ծրագրերը, իհարկե Հովիվը, երբ որ ես խոսում եմ, Հովիվը սենց շատ ծրագրեր ունի, այսպես կանենք, այնպես կանենք, սա կմեծացնենք, բայց ամեն ինչի պատասխանը տալիս է արծաթն ու ոսկին, ամեն ինչի պատասխանը գումարներն են տալի։ Ու գիտես, ես գիտեմ մի բան, որ ես ձեզ ճանաչում եմ, ձեր եկեղեցուն գիտեմ, ու Աստված ձեզ կօրհնի, ու ձեր տնտեսությունը կբարձրացնի, ձեր ընտանեկան բյուջեն Աստված կբարձրացնի, որ մենք ամեն ինչ կանենք իր տան համար, ու գիտես կգա մի օր, ու ես հավատում եմ, ու գիտես ես այդ բացմանը հաստատ ներկա եմ լինելու։ Ուսես մենք իրար այդ միասին արդեն գեղեցիկ կառուցված Աստծո տան մեջ կհավաքվենք ու կասենք մեր զոհով կառուցվեց Տիրոջ տունը։ Տերը հավատարիմ է։ Տերը հավատարիմ է։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Ամեն։ Սա ուղղակի խոսք էր, որ ես չէի խոսել, հնարավորություն չէի ունեցել ձեզ խոսելու այս բանի մասին։ Ուղղակի սա կարճ քաջալերանք թող լինի քեզ, իմանալու, որ իմ զոհով կկառուցվի Տիրոջ տունը եւ մենք իրար այդ միասին կվայելենք։ Ամեն։ Սիրելիներս, այսօր մի հատ թեմա եմ պատրաստել եւ ուզում եմ մի հատ թեմայի մասին խոսենք իրար հետ միասին, որ գիտես այն շատ կարեւոր առանցքային նշանակություն ունի մեր կյանքի համար։ Գիտես վերնագրել եմ այսպես. կյանք, որ ունի նպատակ։ Կյանք, որ ունի նպատակ։ Ամեն մեկի կյանք ունի նպատակ։ Գիտես, երբ որ մենք փոքր ենք, մեր գիտես տարբեր տարիքի հետ միաժամանակ մեր նպատակները փոխվում են։ Կարող եք ինձ ասել, երբ որ դու հանդիպում ես երեխայի կամ ինչ-որ մի ընտանիքի ես հանդիպում, ամենաշատ որ հարց են տալի երեխաներին, ո՞րն է։ Գիտես առաջի բանը, չէ, քանի տարեկան ես։ Մենք հարցնում ենք, քանի տարեկան ես, չէ, երեխային։ Բալիկ ջան, քանի տարեկան ես։ Եվ գիտես երկրորդ հարցը, որ մենք տալիս ենք երեխային, ի՞նչ ես դառնալու։ Գիտես, ո՞րն է քո նպատակը։ Ինչ նպատակ ունես։ Գիտես երեխան միգուցե իր նպատակն է ասում, միգուցե ասում է ծնողների նպատակը, ես չգիտեմ, տարբեր երեխաներ, տարբեր ընտանիքներ, տարբեր կերպ են դաստիարակում իրանց երեխաներին, բայց հավատացնում եմ քեզ չկա երեխա, որ ասի ես նպատակ չունեմ։ Ես ընդհանրապես նպատակ չունեմ։ Մեկ անգամ Ստեփանավան քաղաքի գյուղերից մեկում Zoom ծրագիր էինք իրականացնում։ Դու գիտեք այդ ծրագիրը, որի մեջ որ ներառվում է մշակութային ծրագիր եւ նույնպես սոցիալական ծրագիր, եւ գիտես, մի հատ երեխա կար, ում որ հարցրեցին, ինչ ես դառնալու։ Ինչ ես դառնալու։ Գիտես, այդ երեխան գիտեք ինչ պատասխանեց, ասեց խոպանչի։ Ու գիտես, հետո պիտի պարզենք, որ հայրը արտագնա աշխատանքի է մեկնել։ Եվ գիտես, այսպիսով երեխաները փոքր տարիքում ունեն նպատակներ, ծրագրեր, եւ ծնողները երեխաների կյանքում նպատակներ են դնում։ Հա խոսում են երեխաների կյանքի վրա, որ դու ես կդառնաս, ու երեխան հավատում է դրան, ու մեծանում է, բայց կյանքի ընթացքում նպատակները փոխվում են։ Կյանքի ընթացքում նպատակները փոխվում են եւ գիտես տարբեր տարիքում կարծես թե նպատակներն են փոխվում եւ գիտես երբ որ գալիս է կյանքի վերջը կամ արդեն մարդու կյանքի մայրամուտին են մոտենում եւ գիտես երբ որ դու հարցնում ես շատերը ասում են գիտես ինչ նպատակներ ունեի գիտես ինչեր էի ուզում անեի որ չհասցրեցի ո՞րն է այսօր մեր կյանքի նպատակը Որն է, մենք ինչ նպատակ ունենք մեր կյանքում, ինչ ծրագրեր ունենք մեր կյանքում։
Գիտես, մի մարդ այսպես ասել, մարդու կյանքին ապրելու համար բավարարեք նրա բոլոր կարիքները, բավարարեք նրա բոլոր պահանջները, պատկերացնում ես դրանից լավ բան, բայց նրանից վերցրեք կյանքի նպատակը ու նա կլինի աշխարհի ամենադժբախտ մարդը, բավարարեք մարդու բոլոր պահանջները, ինչի կարիք ունի, բավարարեք, լրացրեք իր կարիքները, բայց հերիքա մարդուց վերցնես կյանքի նպատակը, ինքը կլինի ամենադժբախտ մարդը, այսինքն նպատակը մեզ երջանկացնում է, մենք ինչ նպատակ ունենք, գիտես, մի մարդ այսպես ասել, որ մարդու կյանքում կա երկու կարևորագույն օր, առաջինը դա երբ որ նա ծնվում է, իր ծննդյան օրն է, սա կարևոր օր է, սա հաղթանակի օր է, գիտես, ես հիմա խոսում եմ հաղթողների հետ, ոչ թե նրա համար, որ դու Քրիստոսին ընդունել ես քո կյանքի մեջ Տեր ու Փրկիչ, ոչ, այլ նրա համար, որ քո փոխարեն հազարավորները կարող էին ծնվել, բայց դու բոլորին հաղթեցիր, ու հիմա հաղթողներով հավաքվել ենք, ու իրար հետ միասին խոսում ենք, դες դու հաղթող ես, որովհետև դու արդեն, որ ծնվել ես որպես հաղթող, գիտես, շատերը, շատ հաղթողներ իրար հետ հավաքվում են, ծրագրում են իրենց պարտությունը, ինչի մարդը հաղթող ծնվում է, բայց մահանում է որպես պարտվող, ինչն է պատճառը, հաղթողներով հավաքվում են, և ծրագրում են իրենց պարտությունը, որն այդ պարտությունը, ասում է, ով հիմար մարդ, որ դու ծրագրում ես, այս կանեմ, այն կանեմ, ով անմիտ մարդ, գնամ այստեղ ես ու ծրագրեր ես մտածում, պլաններ ես գծում քո կյանքի համար, ասում է, բա որ եթե հենց հիմա ես վերցնեմ քո կյանքը, ինչ կանես, գիտես, երբ որ Քրիստոսը գալիս է մեր կյանքի մեջ, մեր կյանքը ունենում է նպատակ, այդ պահից սկսված փոխվում է մեր կյանքը, այսօր խոսելու եմ այս բաների մասին, Հովանես 10:10 Գողը չի գալիս, բայց միայն գողանա և սպանի և կորցնի, ես եկա, որ կյանք ունենաք և էլ ավելին, գիտես, ես այսօր չեմ խոսելու փրկության մասին, որտև քո փրկության հարցը լուծված է, որովհետև Աստծո խոսքը ասում է, որ մենք մեզանից ամեն մեկը շնորհքով է փրկված, շնորհքով ենք փրկված, հավատքի ձեռովը, մենք հավատացել ենք և մտել ենք այդ փրկության ծրագրի մեջ, մենք հավատացել ենք և փրկվել ենք, շնորհքով ենք փրկված հավատքի ձեռովը և սա մեզանից չի, մեր կարողությունից չի, մեր իմաստությունից չի, այլ ամենակարող Աստծո սիրոց և ողորմությունից է, որ Աստված մեզ սիրեց, որ Աստված մեզ համար իր որդուն ուղարկեց այս աշխարհ, այո, մեր փրկության հարցը լուծված է, հիմա սիրելիս ես ուզում եմ խոսեմ էլ ավելիի մասին, ինչ է նշանակում, որ ունենաք կյանք, ունենք կյանք, և էլ ավելին, հետաքրքիր է, կյանքից առավել, ինչ կա էլ ավելին, որ կյանք ունենաք, այո մենք կյանք ունենք, որ մենք մահանանք էլ կապրենք, այո և ամեն, որովհետև նորից եմ ասում, ոչ մեր արդարությունից է, ոչ մեր շնորհքից է, ոչ մեր շատ բաներից է, այլ Աստծո շնորհքն է, որ մենք հավատացինք ու այն մեզ փրկության պատճառ եղավ, ամեն, հիմա ինչի մասին է էլ ավելին, որն է այդ էլ ավելին, չէ որ դեռ որ մենք այս կյանքում ենք, դեռ չենք միացել Քրիստոսին, ես խոսում եմ երկնային բաների մասին, դեռ մենք Հիսուսին չենք հասել, այսպես ասեմ, երկնքում չենք, երկնային Երուսաղեմում չենք, մեր մշտական բնակարանում չենք, մենք այս երկրի վրա ենք, դա նշանակում այս երկրի վրա մեզ ինչ-որ բաներ է պետք, կյանք, որ ունի նպատակ, ես խոսում եմ այս երկրի վրա ապրելու կյանքի մասին, նպատակների մասին,
Որովհետև ես չեմ ուզում ծնվեմ որպես հաղթող, բայց մահանամ որպես պարտված։ Իսկ այս աշխարհը այդպես է։ Այն մարդ, ով չունի Քրիստոսին իր կյանքի մեջ Տեր եւ Փրկիչ, նա ծնվում է որպես հաղթող, բայց մահանում է որպես պարտվող։ Որովհետև Քրիստոսն է միայն փրկության պատճառը, մեր փրկությունը։ Ամեն։ Հիմա Աստված ասում է, այս կյանքի համար ես նպատակներ ունեմ, ձեզ համար։ Գիտես, շատ քրիստոնյաներ իրանց կյանքի փրկության հարցը լուծելով ասում են, Տեր, մնացածը ես գիտեմ ոնց կանեմ։ Կարևորը ես փրկված եմ։ Կարևորը ես եկեղեցում եմ։ Ես շատ քրիստոնյաների եմ տեսնում, ովքեր փրկված լինելով ապրում են իրենց համար։ Ապրում են իրենց ծրագրերով, իրենց նպատակներով, ծրագրեր են կազմում, ու հետո հիասթափվում են, հետո նորից գալիս են Աստծուն, հետո նորից ապաշխարում են, հետո նորից ծրագրեր են կազմում։ Գիտես, կարծես թե այսպես լինի։ Տեր, դու մեզ գումար տուր, մնացածը քո գործը չի, մենք ձևը գիտենք ծախսելու։ Տեր, դու մեզ լավ քաջ առողջություն տուր, մնացածը ես գիտեմ ոնց կապրեմ։ Բայց եկեք տեսնենք ինչ ասում Աստծո խոսքը։ Երեմիա 29-րդ գլուխ 11 խոսքից, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես ձեզ համար, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Խորհուրդ գիտեք ինչ է նշանակում։ Այն որ ամուսիններով նստում ու խորհուրդ են անում, մտածում են ոնց կազմեն իրենց կյանքը, ոնց կառուցեն իրենց կյանքը, ոնց իրենց ընթացքը կառուցեն։ Ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, եւ ասում է ինչ խորհուրդներ են, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Սա նշանակում է, որ Աստված քեզանից առաջ, քեզ փրկելուց առաջ նստել, մտածել է, որն է քո համար բարին, որն է քո համար լավը, որ տամ ես, ինչը, ապագան եւ հույսը, ապագան, որտեվ մենք ուզում ենք լավ ապագա ունենանք, ես չեմ մտածում, որ կա մի մարդ, որ չի ուզում ապագա ունենալ, բոլորս ուզում ենք լավ ապագա ունենալ, բայց դա արդեն Աստծո մոտ է, Աստված ասում է, ես արդեն խորել եմ, ինձ ինչա պետք ինձ իմանալու իմ ապագայի մասին, որովհետև Աստված մեզ չի կանչել թանկագինս այս երկրի վրա տառապելու, Աստված մեզ չի կանչել այս երկրի վրա քաշ գնալու, քաշ գալու, սենց մի կերպ յոլա գնալու, որ մենք հասնենք վերին կոչմանը։ Ոչ, Աստված դրա համար մեզ չի կանչել, այլ Աստված ասում է, ես ապագայի համար խորհուրդ ունեմ, քո վաղվա օրվա համար խորհուրդ ունեմ, քո վաղվա օրվա համար նպատակ ու ծրագիր ունեմ։ Տեր, ինչ լավ է որ ունես, բա ես էլ եմ ուզում իմանամ որն այդ ծրագիրը, ինչ պիտի ես անեմ։ Քեզ հետաքրքիր է։ Եվ տեսեք 12-րդ խոսքը, եւ դուք կկանչեք ինձ։ Պայմանը, համաձայն ես, որովհետև, այո, ես ասեցի փրկությունը կարող է ինքնըստինքյան ընդունելով լինի, ես ոչ մի բան ջանք չեմ անում այն ունենալու համար, բայց ապագայի եւ հույսի համար ես քայլեր պիտի ձեռնարկեմ, որն այդ քայլերը ես ինչ պիտի անեմ, եւ հիմա ասում է, եւ դուք կկանչեք ինձ, կարևոր է, որ ոչ թե ես անեմ այն ինչ որ ես մտածում եմ, ես անեմ այն ինչ որ կյանք ինձ ստիպում է, ու ես խոսում եմ շատերի հետ ու ինձ ասում են, կյանքը ինձ ստիպեց, որ ես այդ քայլին գնամ, բա ինչ անեմ, պետքա հարցեր ունեմ, հələ իմ հարցերը կարգավորեմ, հետո կգամ, կծառայեմ, մեկը մյուսը շատ պատճառներ կան, ինչքան մարդ կա, այդքան պատճառ կա, ինչի մարդը պիտի չհարցնի Տիրոջը, բայց Տերը ասում է, լսեք, ես ունեմ արդեն այդ խորհուրդները ձեզ համար, եւ ես ուզում եմ, որ դուք կանչեք ինձ, որ ես գամ ու այդ խորհուրդները հայտնեմ ձեզ։ Պատկերացնում ես, ես ապրում եմ, բայց իմ ամեն ապրած օրվա մեջ ես Տիրոջը հարցնում եմ, Տեր, հիմա ինչ անեմ։ Արդյոք այն ինչ որ ես անում եմ, արդյոք այն աշխատանքը, որ աշխատում եմ, արդյոք այն ընթացքը, որ ես գնում եմ իմ կյանքի
նպատակների հետ կապված, իմ երեխաների ծրագրերի հետ կապված, արդյոք դա քո կամքն է։ Եվ դուք ինձ կորոնեք պայման։ Գիտեք ինչ է նշանակում որոնեք։ Ուզում եք ես հիմա որոնեմ Տիրոջը։ Ցուցադրական, որ դու տեսնես։ Ու ես հիմա որոնում եմ Տիրոջը։ Տեր, որն է քո կամքը, որն է քո կամքը։ Տեր, հայտնիր ինձ քո կամքը, ես փնտրում եմ քեզ, ես որոնում եմ քեզ, հայտնիր ինձ, որն է իմ վաղվա օրվա համար քո կամքը, իմ համար կարևոր է, եթե դու չխոսաս, ես քայ ոտքս ոտքիս առաջ չեմ դնի, սա որոնել է։ Ոչ թե ինքնըստինքյան կյանք վարել, այլ որոնել, այլ փնտրել Տիրոջը, կանչել Տիրոջը, որոնել Տիրոջը, փնտրել Տիրոջը։ Եվ դուք կորոնեք եւ կգտնեք։ Խոստմունքը։ Եվ դուք կորոնեք ինձ եւ կգտնեք։ Տեր, ես անեմ թե չէ, ես առնեմ թե չառնեմ, սա անեմ թե չանեմ, ստեղ ընդունվեմ թե չընդունվեմ, ինչ անեմ։ Դու իմ հետ խոսի, դու ինձ ասա, իմ կյանքը քոնն է, քո ձեռքերի մեջ է եւ սա միայն խոսքերով չի։ Ես պիտի իմ ամեն օրվա մեջ, իմ խոսքի, իմ վարքի մեջ ես պիտի ցույց տամ, որ ես որոնում եմ Տիրոջը։ Եվ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը։ Գիտես ինչ է նշանակում ձեր բոլոր սրտովը։ Տեր, միջև չհանձնես, միջև չհայտնես, ես ոչինչ չեմ անի։ Միջև չհայտնես իմ ապագայի համար, ես քայլ չեմ անելու։ Ես սպասելու եմ քեզ, ավելի լավ է սպասեմ ու աղոթեմ, քան քայլեր անեմ ու ճիշտ չանեմ։ Ամեն։ Եվ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը։ Ու հետո Իսրայելի խոստմունք է տալի։ Այո, սա ես վերցնում ինձ համար։ Ու ասում եմ, Տեր իմ Աստված, սա ինձ համար է։ Սա ինձ համար է։ Դու ինձ համար խոստմունք ունես։ Գիտես, մի անգամ հրեշտակներով հավաքվում են եւ մտածում են, որտեղ թաքցնեն այդ ապագան։ Ուզում են ապագան թաքցնեն մարդուց։ Եվ ասում են, գիտես, այդ ընթացքը, այդ կյանքի այդ ապագան ուզում են պահեն։ Եվ գիտես, ասում են, տանենք ծովի խորքերում պահենք այդ ապագան։ Մտածում են, ասում են, չէ, մարդը կհասնի, ասում են, տանենք բարձր տեղերում։ Եվ մտածում են, կգտնի այնտեղ է կգտնի։ Եվ մտածում, ասում են, որտեղ պահենք այն։ Եվ գիտես, որտեղ են պահում։ Ասում են, պահենք մարդու ներսում։ Որովհետև մարդը չի մտածի, որ իր ներսում է։ Որովհետև մարդը ամենտեղ կարա որոնի, բայց ոչ իր ներսում։ Եվ Տերն ասում է, ես ձեզ տամ կյանքը եւ ապագան։ Գիտես սիրելիս, մենք ինչի արդյունք ենք։ Մենք այսպես կարող եմ ասել, օրինակ նկատել եք, երբ որ մարդուն հարցնում են, ասում են, դու այս բանը կանես, ասում է, ես չեմ կարող անել, եւ ասում են, ինչի չես անի, դու նախկինում արել ես, ինքը ասում է, չէ, բայց թե չես արել, դու ինչ գիտես, դու կարող ես թե չէ։ Գիտեք ինչի արդյունք ենք, հա, ինչ դաստիարակության արդյունք ենք մենք, որ շատ անգամ մենք մտածում ենք, որ մենք փոքր ենք, շատ անգամ մենք մտածում ենք, որ մեր մոտ չի ստացվի, շատ անգամ մենք մտածում ենք, որ մենք եթե ստեղ չապրենք, մեկ այլ տեղ ապրենք, ավելի լավ կլիներ։ Շատ անգամ մարդը մտածում է, որ եթե ինքը այս ընտանիքում չլիներ կամ այս բանը չլիներ իր կյանքում, ավելի լավ կլիներ։ Քեզ ուզում եմ մի պատմություն պատմել։ Մի այդպես երիտասարդ տղա, ով իր կյանքից հոգնած, ու իր կյանքը չկառուցված, փողոցով գնալուց է լինում տխուր, հանկարծ հանդիպում է մի մարդու եւ այս մարդը ասում է, լս ինչ ես տխուր, ման գալիս, ասում է, դե գիտես, ասում է, ինձ մոտ ոչինչ չի ստացվում, ես ինչ անում եմ, չի ստացվում, ես հոգնել եմ իմ կյանքից, ասում է, արի ես քեզ օգնեմ, եւ ասում է, ես ինչ պիտի անեմ, գիտես, մի հատ քար է տալիս, ասում է, տար վաճառի, ասում է, բայց էժան չվաճառես, գիտես, ես կարդացել եմ, միգուցե դու էլ կարդացած լինես, ասում է, բայց էժան չվաճառես, գիտես, այս երիտասարդը վերցնում այս քարը եւ գնում է մեկ առաջինի մոտ եւ առաջին ասում է, լսի, ես ոչ մի բան չարժես, ինչ է, շատ էժան է։ Եվ գիտես, ասում է, երկրորդի մոտ է գնում,
Երկրորդն էլ ասում է նույն բանը, երրորդն էլ է նույնն ասում, չորրորդն էլ է նույնն ասում։ Եվ գիտես այս տղան ասում է երևի ինձ գիտես ուղղակի ինքը չի իմացել որ այս քարը արժեք չունի եւ ինձ զբաղեցնում է։ Վերադառնամ։ Եվ գիտես վերադարձի ճանապարհին հանկարծ հանդիպում է մի ոսկերիչի։ Ասում է լավ մի հատ իրան էլ հարցնեմ։ Եվ գիտես որ հարցնում ասում է գիտես սա եզակի քար է։ Այդ ոսկերիչն ասում է, ասում է այն շատ թանկարժեք է։ Ու գիտես այս երիտասարդը շփոթված վերադառնում ասում է լսի ես 4 հոգու հարցրեցի, ասեցին, որ այն արժեք չունի եւ հարցրեցի մի հոգու եւ այդ մարդը ժպտալով ասում է, իսկ այդ մարդը մասնագետ էր, ասում է, հա ոսկերի չէր։ Ասում է, միայն մասնագետը գիտի այդ նյութի այդ քարի արժեքը։ Սիրելիս, միայն Աստված գիտի քո արժեքը։ Քեզ ոչ ոք չի կարող ասել քո արժեքը։ Քեզ ոչ ոք չի կարող ասել քո հնարավորությունը։ Քեզ ոչ ոք չի կարող գնահատական տալ։ Որովհետև քեզ ով որ գնահատական տա, ինքը մասնագետ չի։ Ինքը քեզ չի ստեղծել, ինքը չի կարող քեզ ստեղծել, մարդը չի կարող։ Հողի փոշից միայն Աստված կարող է քեզ տալ քո իրական գնահատականը։ Իսկ Աստված գիտես ինչ ասում։ Ասում է ես քեզ ընտրել եմ, որ քեզ տամ ինչը ապագան եւ հույսը, Աստծու մոտ ապագան եւ հույսը։ Եվ Աստված ուզում է այն մեզ տա։ Ամեն։ Գիտես, այսօր Երեմիայից մի քիչ կխոսենք։ Երեմիան մի մարդ էր, ով իր խոսքերում ողբեր է գրել։ Եվ գիտես իր ողբերում մի այսպիսի բառ ասում, ասում է ես մարդ եմ, որ շատ տառապանք տեսա։ Պատկերացնում ես Երեմիան ասում է շատ, եթե ասում է շատ, դա նշանակում է շատ, ասում է ես մարդ եմ, որ շատ տառապանք տեսա։ Ու այդ տառապանք տեսնող մարդը, տեսեք թե ինչ է գրում։ Երեմիա 3-րդ գլուխ առաջի խոսքում ասում է ես մարդ եմ, որ շատ տառապանք տեսա, իսկ 22-րդ խոսքից այսպես ասում. Տիրոջ ողորմություններն են, որ չվերջանանք։ Գիտես, եթե միջև հիմա քո կյանքը քո ձեռքերի մեջ է եղել, դա դեռ ավարտը չի։ Խնդրում եմ ինձ նայի։ Ես ուզում եմ քո հետ տետ-ա-տետ խոսեմ։ Եթե միջև հիմա քո մոտ բաներ կա, որ չի ստացվել, ես ուզում եմ ասել, դա դեռ ավարտը չի։ Դա դեռ վերջը չի։ Այսօր կարող է ամեն ինչ փոխվել քո կյանքում։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասվեցան նրա գթությունները։ Ողորմությունը վերջ չկա Տիրոջ։ Տերը կարող է ամեն ինչ նորից վերականգնել։ 23-րդ խոսքը։ Նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը։ Պատկերացնում ես դու առավոտյան արթնանում ես ու Տիրոջ ողորմությունը նորովի է, նոր է։ Քո մտածելակերպը հին է, Տիրոջ նորոգությունը նոր է։ Ու Տերը նորովի է քեզ հայտնվում։ Ու Տերը կարա վաղվա քո օրը փոխի։ Բարի է Տերը, 24-ը։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին։ Պատկերացնում ես ասում է ես տառապանք եմ տեսել, տառապանք տեսած մարդու հանդիպել եք երբևիցե, ով շատ տառապանքներ է տեսել։ Գիտես Ես շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր որ շատ տառապանք են տեսել։ Գիտեք ինչ կա իրանց շուրթերին։ Կամ իրենք դժգոհում են, բողոքում են մարդկանցից, որ մարդիկ են իրանց տառապանքի պատճառը, կամ իրենք դժգոհում են Աստծուն, մեղադրում են Աստծուն, ու ասում են Աստված է, որ Աստված կա, ինչի էս բան ինձ հետ եղավ։ Բայց տեսեք Երեմիան ինչ ասում, ասում է իր ողորմությունները ամեն առավոտ նորանում են, նոր են։ Ու ասում է ես իմ հոգուն ասեցի, ուշադիր լսեք, նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը, իմ բաժինը Տերն է, ես իմ հոգին, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ հուսացել։ Տառապանքիդ մեջ, ուշադիր լսի, ոչ թե ճանապարհ փնտրի, ոնց դուրս գաս, ինչ քայլեր անես, ստիպված լինես այս կամ այն քայլերը անելու տառապանքիդ մեջ Տիրոջը փնտրի ու Տերը քեզ ճանապարհ ցույց կտա։
Հալելույա։ Գիտես, երբ որ Աստված գալիս է, գիտեք ինչ անում մեր կյանքում։ Ես հիմա քեզ պարզ երևակայելի օրինակ կբերեմ ու դու կտեսնես, երբ որ Աստված գալիս է մեր կյանք, գիտես ինչա տեղի ունենում։ Այնքան տիպիկ է այսօրվա իմ խոսքին ու այս խոսքի վրա ես հիմնվել եմ, երբ որ այս քարոզը պատրաստել եմ։ Ուրեմն Աստված խոսում է Երեմիայի հետ, ասում է Երեմիա, քո հետ ուզում եմ բան խոսեմ։ Եվ ասում է ես քեզ պետք է ինչ-որ տեղ ուղարկեմ, մի հատ մասնագետի մոտ եմ ուղարկելու, ու այդ մասնագետի մոտ ես քո հետ խոսելու եմ։ Ու Երեմիային ասում է լսի, Երեմիա 18:1-ից։ Այն խոսքը, որ Տիրոջ կողմանը եղավ Երեմիային ասելով. «Վեր կաց իջի բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խոսքերը»։ Ասում է գնա մասնագետի մոտ, բրուտի մոտ, կավագործի մոտ, ու ես ուզում եմ այնտեղ քո հետ խոսեմ։ Ու Երեմիան վեր է կենում ու իջնում է բրուտի տուն, գնում է այդ կավագործի մոտ։ Ու Աստված այնտեղ սկսում է իր հետ խոսել։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Եվ ես իջա բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակի վրա։ Կավով բան էր պատրաստում։ Եվ ավերվեցավ այն ամենը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավը պատահում է, եւ նա դարձավ մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր։ Այստեղ կկանգնեմ։ Խոսում է երկու ամանի մասին։ Մի ամանը, որ շինում էր բրուտը, փշրվեց։ Այն մեր ճանապարհներն է։ Այն մեր կյանքն է, մեր ընթացքն է, մեր ամանն է։ Որ երբ որ մենք ուզում ենք մեր կյանքը կառուցենք, այն փշրվում է։ Երբ որ մենք ենք ծրագրում մեր կյանքը, մեր կյանքի ընթացքը, այն փշրվում է։ Բայց ասում է երկրորդը կառուցեց ինչպես բրուտին հաճելի է։ Ինչպես բրուտին հաճելի է։ Իսկ արդյոք երկրորդը դա Տիրոջ պատրաստած ամանը չի, ինչպես Տիրոջն է հաճելի։ Իմ կյանքում, որ ես ասեմ Տեր, ահա այս ամանը դու պատրաստի։ Թող քեզ ահա այս ամանը, թող քեզ հաճելի լինի, պատրաստի այնպես ինչպես ուզում ես։ Որովհետև ես մասնագետ չեմ։ Որովհետև ես իմ կյանքի մասնագետը չեմ։ Ես անում եմ կամ կստացվի կամ չի ստացվի։ Ու շատ հաճախ չի ստացվում։ Երբ որ ես իմ մտքի խորհուրդներն եմ անում։ Բայց երբ որ Տերն է անում, տեսեք հետո շարունակությունը։ 4-րդ խոսքը նորից կարդամ։ Եվ ավերվեցավ այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավը պատրաստում է։ Եվ նա դարձավ եւ մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով։ Ուրեմն իմացանք, պատրաստեց երկու աման, մեկը փշրվեց, մյուսը գեղեցիկ բրուտին հաճելի ձևով կառուցվեց։ Ու ասում է Տիրոջ խոսքը այդ ժամանակ եղավ ինձ ասելով. Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ։ Վաու։ Միթե ես չեմ կարող բրուտի պես ձեզ անել։ Միթե ես չեմ կարող ձեր կյանքը կառուցել։ Միթե ես չեմ կարող ձեր ապագան կառուցել։ Միթե ես չեմ կարող, որ դուք ինքնուրույն եք ուզում ձեր կյանքը կառուցեք։ Միթե ես չեմ կարող։ Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ։ Եվ հետո ասում է ով Իսրայելի տուն, ասում է Տերը, ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքում, նույնպես էլ դուք իմ ձեռքում, ով Իսրայելի տուն։ Այնքան հեշտ կլիներ, որ այտենց լիներ։ Հեշտ կլիներ, որ մենք Տիրոջ ձեռքերում լինեինք ու Տերը մեզ կառուցեր։ Որտեվ շարունակություն կա։ Ուզում շարունակությունը կարդամ, բայց այս հայերեն բայցը, բայց խնդրում եմ հիմնական խոսքն եմ կարդում այսօրվա իմ քարոզի, հիմնական տեղը, բայց նրանք ասում են, անհնարին է, որովհետև մենք մեր խորհուրդների ետևից ենք գնալու։ Անհնարին է, պատկերացնում ես ասում է, անհնարին է, որովհետև մենք մեր խորհուրդների ետևից ենք գնալու, Տերն է, չէ ասում։ Ասում է, բայց նրանք ասում են, միգուցե բառերով չեն ասում։
Գործողությամբ են ասում, իրենց ապրելով են ասում, իրենց կյանքը վկայում է դրա մասին, որ իրենք թույլ տուր մենք կառուցենք մեր կյանքը։ Բայց նրանք ասում են, ահա, անհնարին է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից են գնալու եւ յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն անելու։ Ինչու, եթե Տերը կարող է մեր կյանքը կառուցել։ Ինչի, եթե ես այսօր չկանգնեմ ու ասեմ, Տեր իմ Աստված, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, խնդրում եմ ինձ ասա վաղը ես ինչ եմ անելու, ինչպես վարվեմ այն գումարները, որ դու տվել ես ինձ, այն գումարները, որ ես աշխատում եմ, ինչպես անեմ, ինչպես վարվեմ դրանց հետ, այն երեխաներին, որ դու տվել ես ինձ, ոնց մեծացնեմ նրանց, այն կյանքը, որ ես ապրում եմ, այն քաղաքը, որտեղ որ ես ապրում եմ, ինչպես անեմ։ Ու Տերն ասում է, ու այդ դա նշանակում է որոնել ինձ, դա նշանակում է փնտրել ինձ, դա նշանակում է ինձնից հարցնել, ու Տերն ասում է, միթե ես չեմ կարող ասել, կարող ես խնդրում եմ մտածի քո կյանքը, մտածի քո նպատակների մասին, մտածի այն ընթացքը, որ դու անցնում ես, մտածի մի պահ, ու տես արդյոք, Տերն ասում է հենց այդ իրավիճակին, հենց այդ խնդիրներին, ինչպես որ իմ եղբայրն ասեց, որ երբ որ զոհաբերության խոսք էր խոսում, ասեց շատերս խնդիրներ ունենք, նայի քո խնդիրներին ու Տիրոջ խոսքը լսի, որ ասում է, միթե ես չեմ կարող քեզ հանել այդ խնդիրներից, միթե ես չեմ կարող այդ ամանը կառուցել, միթե ես չեմ կարող անել ինչպես ինչ հաճելի է, բայց ինչի չի անում, որովհետև ես ինձ չեմ տալիս իր ձեռքերի մեջ, որովհետև ես մտածում եմ, որ ես ավելի լավ եմ հասկանում, որովհետև ես մտածում եմ, որ ես իմ կյանքը ավելի լավ եմ կառուցում ու ես փորձում եմ իմ կյանքը ծրագրել, բայց Տերն ասում է ոչ, ինչա միթե ես չեմ կարող անել, պատկերացնում ես պատկերավոր օրինակ է բերում կավերին, իսկ կավը դա մարդու խորհրդապատկերն ասում է միթե ես չեմ կարող քո երեխաներին օրհնել։ Երկրորդ Պետրոս 1:3 ես շուտով կվերջացնեմ։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ, այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է։ Ասում է նա շնորհեց մեզ, ինչ շնորհեց։ Մի հատ զորություն։ Գիտես այդ զորությունը ինչ է անում։ Ինձ օգնում է իմ կյանքի եւ աստվածապաշտության մեջ։ Ինձ օգնում է իմ ապրելու մեջ։ Գիտես ես ոչ մի բան չեմ կարող անել, որ ես Աստծո դուրը գամ։ Ես չեմ կարող ոչինչ անել, որ վաստակեմ Աստծո ուշադրությունը ինձ վրա է, որտեղ ինքը սկզբից սիրեց ինձ։ Երբ որ ես նայում եմ իմ կյանքին, երբ որ ես նայում եմ իմ դրդապատճառներին, այո, ես ծառայում եմ Տիրոջը, որովհետև ես սիրում եմ, բայց ես չեմ գալի եկեղեցի, որ հանկարծ Աստված ինձ չպատժի, ես բաներ չեմ անում, որ հանկարծ Աստված ինձ չպատժի։ Գիտես, դու կարող ես ծառայել ու քո հովիվը չնկատի։ Դու կարող ես ուզենալ ծառայել, կուզենաս ինչ-որ բան անես, մարդիկ չնկատեն, բայց Տերը նկատում է։ Բայց Տերը գիտեք ինչ է ասում։ Տերն ասում է, լսի, ես դրա համար քեզ չեմ սիրում։ Ես քեզ սիրում եմ անպայման։ Առանց պայմանի ես քեզ սիրում եմ։ Իմ սերը քո նկատմամբ անպայման է։ Ու ես ավելի շատ եմ մտածում քո մասին ու քո ապագայի մասին։ Տերն է ասում, որ քո ապագան կառուցեմ ու քո ապագան կախված չի։ Տերը չի ասում, այս մարդը ապրում է լորիում, չէ, իր համար չեմ կարա օրհնությունը։ Այ եթե մի ուրիշ տեղ ընտրես ապրելու, այդտեղ ես քեզ կօրհնեմ։ Ոչ։ Տերն ասում է, որտեղ էլ կլինես, ես քեզ կօրհնեմ։ Հիշում եք Դավիթին ոնց օրհնեց։ Վառ օրինակ է։ Երբ որ մարգարեն եկավ թագավոր ընտրելու։ Ու գիտես, Տերն ասեց, ես թագավոր ունեմ, գնա ընտրի։ Գնա ու օծի յուղով։ Գնա ու աղոթի։
Ու գիտես Մարգարեն եկավ ու Հեսեն գիտես իր տղաներին բոլորին բերեց անցկացեց, ասում է ոչ, կապ չունի այդ տղաները թակավորական կապ չունի տղաները հոր սեղանին էին նստում, հոր հետ հաց էին ուտում այդ մշակույթի մեջ, դա պատիվ էր, դա այդպես էր, կապ չունի։ Իսկ Դավիթը ուղղակի մի հատ մեր խոսքերով ասած չոլում գառներին էր արածացնում։ Ու Տերը այդտեղից ընտրեց, որտեվ գիտես ինչ էր անում, Տիրոջն էր փնտրում։ Ու ասեց ես կընտրեմ քեզ, ես ընտրում եմ քեզ, ես կբերեմ ու քեզ թագավոր կդարձնեմ։ Գիտես դա ինչ է նշանակում, որ Աստված կարա սենց նայի Վանաձորի մեջ ու քեզ տեսնի։ Գիտես քեզ որտեղ բռնացնի։ Ոչ թե քեզ բռնացնի պարապ կամ քո գործերի մեջ կամ լացի մեջ կամ խնդրելու իրան, խնդրում եմ էլի ինձ հանի այս իրավիճակից։ Ոչ, ինքը կարա քեզ տենա։ Քեզ տենա իր երեսը փնտրելուց, իրան հարցնելուց, ասում եմ մի իմաստուն էլ չկա, որ մեկը ինձ հարցնի։ Գիտեք ինչքան հավատացյալներ եմ տեսնում, որ երբ որ դժվար է, վազում են Աստծո մոտ։ Եկան Աստծո մոտ, Աստված ջան, խնդրում եմ օգնիր ինձ, Աստված օգնում է, հովիվը աղոթում է, Աստված օգնում է, ամեն ինչ փոխվում է, ու մեկ է նորից գնացին իրանց այն 5 գործերի մեջ։ Հենց դժվարանում է, նորից են գալի Աստծո մոտ։ Հետո հենց ամեն ինչ կարգավորվում է, նորից են գնում։ Հենց փողը պակասում է, հավատարիմ եմ զոհաբերություն 10-րդ, ամեն ինչ կարգավորվում է։ Հենց կարգավորվում է, նորից ամեն ինչ մոռանում են, նորից գնում են իրանց կյանքով ապրելու։ Ու տենց այդ ամանը քանդվում է, մեկ է Աստված կառուցում է, նորից քանդվում է ու տենց կյանքը անցնում է։ Բայց Տերը պարզ մի բան ասում է, լսի, միթե ես չեմ կարող, ով է կասկածում։ Գիտես Տերը ոնց ասի, ով է կասկածում իմ խոսքին, ով կարա իմ խոսքը կասկածի տակ դնի, միթե ես չեմ կարող քեզ օրհնել, ով Վանաձորցի։ Միթե ես չեմ կարող քո ընտանիքը օրհնել, քո երեխաներին օրհնել, քո կյանքը օրհնել, միթե ես չեմ կարող։ Չորրորդ խոսքը, որովհետև ամենամեծ, ասա ամենամեծ։ Ամենամեծը գիտես որն է։ Կա փոքր, կա միջին, կա մեծ ու կա ամենամեծ։ Դրանից մեծ էլ չկա։ Ով է կասկածում։ Դրանից մեծ էլ չկա։ Հիմա տեսեք ինչ մեծի մասին է խոսում։ Որովհետև ամենամեծ ու այդ մեծը պատվական է, հարգանքի արժանի է։ Ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ։ Էլ ինչ եմ ուզում ես։ Ամենամեծ ու պատվական խոստմունքներն ա տրված մեզ։ Ամենամեծ ու պատվական խոստմունքներն ա տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը։ Աշխարհի մեջ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով եւ սուն այս բաների համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությունով, գիտությունը ժուժկալությունը, ժուժկալությունով համբերությունը, համբերությունով աստվածապաշտությունը։ Եվ հետո շարունակում է։ Լսի, ամենամեծ ու պատվական, այն որ սես նայում են ասում են պատվի արժանի է, այդ տենց խոստմունքներ է մեզ տրված, որ մենք իրար այդ միասին անցնենք։ Բայց այնքան մեծ է գայթակղությունը, որ մարդը ապրի իր ուզած ձևով։ Այնքան մեծ է գայթակղությունը, որ մարդը անի են ինչ-որ աշխարհն է անում, ինչպես որ աշխարհն է քայլում, ինչպես որ աշխարհն է ապրում, այնքան մեծ է այդ գայթակղությունը, որովհետև գիտես, եթե գետի հոսանքը մի կողմ է գնում, դու Աստված հիմա քեզ ասում է, լսի, դու հակառակ գնա։ Դու մի գնա հոսանքի հետ։
Դու հակառակ գնա, որովհետև ես քո համար ճանապարհ ունեմ։ Պատկերացնում ես բոլորը սենց են մտածում, սենց են ապրում, ու դու ասում ես, ու քեզ խորհուրդ են տալի, էս արա, էս գործ արա, էս բան արա, սա արա, ու դու ասում ես, չէ, մի րոպե։ Աստված ինձ խոստմունք ա տվել, ամենամեծն է, դու գնում ես փոքրի հետևից, ես գնում եմ ամենամեծի հետևից, ու այն շատ պատվական է, ես գնում եմ Աստծո կամքի հետևից, ու Աստծո կամքն է, որը որ բարի է ինձ համար, ու հետո իմ դուրը կգա դա, այո միգուցե այդ պահին չի գալիս, բայց հետո ինձ դուրեկան է լինելու, հաճելի է լինելու, ու այն ինձ համար ամենալավն է լինելու, ամենալավի անունը կատարյալ է, այն ինձ համար կատարյալն է լինելու, ամեն, հալելույա, վերջի պատմությունն եմ ուզում պատմեմ, ու իրար հետ միասին աղոթք ենք անելու, այս պատմությունը մի ընտանիքի մասին է, ու այս ընտանիքը ապրում էր Ստեփանավան քաղաքում, Ստեփանավան քաղաքում մի տեղ կար, աշխատանքի տեղ կար, որտեղ շատ մեծ վարձատրությամբ մարդիկ էին ընդունվում աշխատելու, ու այստեղան մասնագետ էր, և ամեն ինչ անում էր, որ այդտեղ ընդունվեր աշխատանքի ու չէր ընդունվում, և մի օր եկավ ասեց, Հովիվ ջան, դա տարիներ առաջ էր, որոշել եմ գնամ արդ երկիր, որ աշխատեմ, ասեցի, լսի, բա այդ աշխատանքդ ինչ եղավ, ասում չեմ ընդունվում, ինչ անում եմ, չեն ընդունում, ասեցի, ինչքան ժամանակ, ասում դե արդեն 2 տարի է սպասում եմ, ասեցի, լսի, արի 10 օր ժամանակ տանք Աստծուն, եթե 10 օրվա մեջ Աստված քո հարցը չլուծեց, դու ազատ ես, զատոկը կանգնես ու կասես, ես 10 օր ժամանակ տվեցի ու Աստված չարեց, ասեց արի, ասեցի արի դավայ, սկսենք աղոթել, ծոմ վերցնենք աղոթենք, գիտես, անցավ, չեմ հիշում, 4 թե 5 օր, ու այդ մեկ է տենավ սենց ուրախացած եկել է, Հովիվ ջան, ինձ կանչել են այդտեղ աշխատանքի, ասում լուրջ ես ասում, Աստված տեսնում ես, ես էլ Հովիվ եմ իրան քաջալերում ասում, տեսնում ես Աստված պատասխանում է, չէ ինչ լավ է, չէ որ իրան հարցնենք, առանց իրա հարցնելու չանենք, սենց ուրախացած խոսում եմ, ու գիտեք ինչ ասեց, կներես, բայց ես որոշել եմ, որ գնամ։ Գիտես, այն անմիտի վատ բառ կա, ուզում եմ ասեմ, այդ աղա դու խո անմիտ չես։ Այդ աղա դու ոնց ես գնում։ Ասեց Հովիվ ջան, տոմսերը արդեն առել եմ, գնում եմ։ Ու գիտես ոնց որ սենց հիասթափվես, ասես Աստված կներես, որ քեզ խանգարեցին, քեզ այդքան խնդրեցին, որ դու էլ անես, ես քեզ քաշեցի։ Ու գիտես հետո ինչ տեղի ունեցավ, այս մարդը որոշեց գնա, հետո գնում է, հետո ընտանիքից բաժանվում է, ու հիմա ես չգիտեմ ինքը մահացած է, թե ննջած է, ու ինքը մահանում է։ Հանկարծ մեկ օր ինֆարկտ է խփում ու մահանում է։ Ու ես նայում եմ ու ասում եմ, ինչ անի Աստված, եթե դու քո կյանքը ընտրեցիր ոնց ապրես։ Գիտես, մենք չպետք է պարտված խոսքեր ասենք, մենք չպետք է ասենք, ես ճար չունեմ, դրա համար եմ անում։ Ոչ։ Դու Տեր ունես, ով խոստմունքներ ունի, ով ստեղծել ամեն բան, ով կարա հրամայի թագավորներին, ով կարա իրավիճակներ փոխի, ով կարա ասի ու ծովերը բացվեն ու քո կյանքի խնդիրները լուծվեն։ Այդպիսի Աստված ունենք մենք սիրելիս։ Բայց հիմա մենք իրար այդ աղոթք ենք անելու, խնդրեմ, եթե կարելի է փառաբանության խումբը թող բարձրանա։ Դու արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքի մեջ։ Ես թող լինեմ կավը, դու էլ բրուտը ու հաճելի ձևով ոնց ուզում ես իմ անձը կառուցի ու իմ ընթացքը ու իմ ապագան արա։ Միթե Աստված ասում է, ես չեմ կարող քեզ օրհնել։ Միթե ես չեմ կարող քեզ ընտանիք տալ։ Միթե ես չեմ կարող քո ընտանիքը օրհնել։ Միթե ես չեմ կարող քեզ ամեն անհրաժեշտ բաները կյանքի եւ աստվածապաշտության համար անել։ Միթե ես չեմ կարող, ասում է Տերը։ Բայց Տերը կարող է։ Հալելույա Հիսուս։ Գիտես, հենց հիմա Աստված այստեղ է։
Այն ես որ ցույց տվեցի, թե ինչպես կարող եմ ես առանձնանալ, այ հենց հիմա դու կարող ես առանձնանալ Աստծո համար։ Խնդրում եմ չաղոթես եկեղեցու համար, չաղոթես ծառայությանդ համար, աղոթի քո անձնական կյանքի համար։ Այն որ քեզ պետք է, այս կյանքի եւ աստվածապաշտության համար։ Ես ասեցի, որ մեր փրկության հարցը լուծված է, բայց եկեք լուծենք մեր ապագայի հարցը։ Կյանք, որ ունի նպատակ, ու այդ ժամանակ այդ կյանքը կունենա նպատակ։ Սիրելի Հայր, մենք քեզ փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, շնորհակալ ենք քո խոսքի հայտնության համար։ Տեր, աղոթում ենք, ահամ ենք։ Տեր իմ Աստված, այո, ապաշխարած լինելով, քեզ ծառայելով, քեզ ընդունած լինելով, մենք շատ անգամ մեր կամքն ենք արել։ Մենք մեր ուզածն ենք արել, մեր մտածածն ենք արել։ Եվ այսօր Տեր, կանգնած քո առաջ մենք ապաշխարում ու ասում ենք՝ ներիր մեզ։ Ներիր մեզ, Տեր, որ քեզ չենք հարցրել։ Ներիր մեզ, Տեր, որ քեզ չենք սպասել, քեզ չենք փնտրել, քեզ չենք որոնել։ Տեր, ամեն առավոտ քո ողորմությունը նոր է։ Թող որ այս պահից սկսած ամեն բան փոխվի մեր կյանքերի մեջ։ Խնդրում ենք, Տեր, ամեն դժվարություն, ամեն հոգս, ամեն խնդիրներ, ամեն հարցեր հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Ու մենք ասում ենք, Տեր, մենք մեր ոտքը մեր ոտքի առաջ չենք դնի, եթե դու չասես։ Խնդրում ենք, Տեր, օրհնի մեր որոշումը։ Մենք քեզ ենք ասում, Տեր, ու մենք գիտենք, որ դու կարող ես։ Ինչպես դու ասում ես, արդյոք ես չեմ կարող ձեզ օրհնել։ Մենք հավատում ենք, որ դու կարող ես մեզ օրհնել։ Մենք հավատում ենք, Տեր, որտեվ քոնն է ապագան եւ հույսը։ Եվ մեր ապագան հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Արա ինչ ուզում ես, Տեր, օրհնի մեզ, օգնիր մեզ, բժշկիր մեզ, Տեր։ Մեր սխալ արարքների հետևանքով այն ամեն ինչ որ եկել է մեր կյանքի մեջ, Տեր, քո առողջությունը գա, քո բժշկությունը գա, Տեր, քո օրհնությունը գա, նորոգությունը գա։ Հիսուսի զորավոր ու փառավոր անունով։ Ու թող որ այս պահից սկսված, Տեր, քո կամքը մեր կյանքում կատարվի։ Հիսուսի զորավոր ու փառավոր անունով։ Շնորհակալ ենք, Տեր։ Փառք, պատիվ եւ մեծարանք քեզ։ Ամեն։ Ամեն, 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 Տերը օրհնի քեզ։ Գիտեք, մի խոսք հիշեցի, որ երբ որ Հիսուսը Գեթսեմանյան պարտեզում աղոթում էր, ինքը Աստծո կամքը ընտրելու մեջ, համար ինքը ասում էր, Տեր, ոչ թե իմ կամքը, բայց քո կամքը լինի։ Գիտեք, մեր կյանքերում կա իրավիճակներ, որ մենք կանգնած ենք ընտրության։ Եվ գիտեք, օրինակ լսեցինք կյանքի, թե ինչպես Ստեփանավան քաղաքի այդ տղան ուղղակի իր ճանապարհներն ընտրեց։ Բայց ես ուզում եմ ասել, գիտեք, երբ որ ասեց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի, դրանից հետո հրեշտակն եկավ ու զորացրեց իրեն։ Երբ որ դու ընտրում ես Տիրոջ կամքը, միշտ զորացումը Տիրոջից գալիս է։ Շնորհակալ ենք շատ խոսքի համար։ Իրականում խոսքեր երկնքից, ես հավատացած եմ, որ դա մեզ կբարձրացնի եւ կդնի այն կամքի մեջ, որ Տերն է մեզ համար պատրաստել։ Շնորհակալ ենք։